Իմ երեխան այս տարի առաջի դասարան է գնում։ Ես որ պատկերացնում եմ, որ իմ երեխան 9-րդ դասարան հասնի, եւ դեռ մենք այս վիճակում լինենք, հա, ու ինքը պատմության դասին գնա, ես պատկերացնում եմ իմ երեխան ինչ պետք է անի այդ պատմության ժամին։ Հաստատ չի նստելու պատասխանի Թավշյա հեղափոխության մասին, Արցախի ադրբեջանական լինելու մասին դասը ու ասի, որ սա նորմալ է։ Հասկանում ես։ Հիմա լիքը մարդկանց երեխեք գնում են դպրոց, որոնք իրանց ոնց ասեմ, տներում միգուցե չեն լսել Արցախյան պատերազմի հերոսամարտի մասին, ու միանգամից իրանց ծնողները լինելով նիկոլական, այդ երեխեքին, այդ սերնդին ասում են գնացեք սովորեք սա։ Հիմա եթե սա ու այդ երեխեքը դուրս են գալու հասարակության մեջ, այդ երեխեքը շփվելու են իմ քո են մյուսի երեխեքի հետ։ Հասկանում ես։ Ու հիմա այդ երեխեքը հասարակության մեջ ինչ են առաջացնելու։ Ինչ տրամադրություններ են առաջացնելու։ Իրանց ու իմ երեխեքի պատկերացրած հայրենասիրությունը նույնն է լինելու ընկեր։ Չէ։ Այսինքն իրանք բոմբ են դնում ապա այս ժողովրդի ամենակարևոր հանգուցային տարիքային խմբի մեջ։ Ու եթե դա մի օր առաջ, բայց եթե դա հանցագործություն չի, դա ի՞նչ է։ Այսինքն դա իմ խորին համոզմամբ սա վաղը մյուս օրը պետք է լուրջ քննության առարկա դառնա սրանց մեծ քննարկական գործի մեջ։ Ժաննա Անդրեասյանը պետք է սրա համար դատվի ապա։